Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, ԱՄՆ-ն հայտարարել է 66 միջազգային կառույցներից եւ պայմանագրերից դուրս գալու մասին։ Հատկանշական է, որ այդ 66 կազմակերպություններից 31-ը այս կամ այն կերպ աֆիլիացված են ՄԱԿ-ի հետ։ Եվ հիմնավորումներում հիմնական հիմնավորումը հետևյալն է Վաշինգտոնի, որը գալիս է Վաշինգտոնից, որ ԱՄՆ-ն որևէ օգուտ, որևէ պրոֆիտներ եւ բենեֆիտներ այդ անդամակցությունից չի շահում եւ միայն անդամավճարներ է վճարում այդ կազմակերպություններին, ինչը չի բերում եւ չի պաշտպանում Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությունը եւ այդ կազմակերպությունում եւ ավելի գլոբալ մակարդակում։ Ինչ խոսք այսպիսի գործողությունները էլ ավելի են մեծացնում արդեն իսկ գոյություն ունեցող անվտանգային վակուումը եւ նոր հարցեր են առաջացնում այդպիսի երկրների համար, ինչպիսին է օրինակ Հայաստանի Հանրապետությունը, փոքր երկրների համար, որոնց անվտանգությունը մեծապես կախված է տարբեր միջազգային ֆորմատներից, այդ թվում նաեւ այսպիսի կազմակերպություններից եւ ընդհանուր առմամբ փոխվում է, տրանսֆորմացվում է միջազգային իրավունքը։ Այս շատ կարևոր հարցերի շուրջ մենք այսօր զրուցել ենք քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, որը տեսակապով է մեզ միացել Նիդերլանդների Ամստերդամ մայրաքաղաքից։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանուկյան, ձեր բնորոշումը այս քայլի, սա ռադիկալ փոփոխություն է, ինչի մասին է սա վկայում, որտեղ է գնում Ամերիկան եւ որտեղ է մեզ տանում, մեզ բոլորիս տանում Ամերիկան այսպիսի քայլերով։ Ես կարծում եմ, որ Թրամփի քաղաքականության մեջ չկա այնպիսի հետևողականություն, որ մենք սովոր ենք ընդհանրապես։ Կոնկրետ այս դեպքը միջազգային այդ կազմակերպություններից դուրս գալը հուշում է այն մասին, որ Միացյալ Նահանգների այս գործող վարչակազմը վատ վերաբերմունք ունի ուրեմն միջազգային կազմակերպությունների միջազգային իրավունքի նկատմամբ եւ մի օր առաջ Թրամփը նաև հարցազրույց էր տվել New York Times-ին, որտեղ ասում է, որ հարց են տալիս, թե արդյոք միջազգային իրավունքը մի բան է, որ սահմանափակում է իր իշխանությունը եւ հնարավորությունները, ինքը պատասխանում է ոչ, ինձ կարող է սահմանափակել միայն իմ անձնական գիտակցությունը եւ բարոյականությունը, բայց հետո հարց են տալիս, իսկ դուք հաճախ եք խախտել միջազգային իրավունքը, ասում է, չէ, ես միջազգային իրավունքը չեմ խախտի, բայց դա կախված է միջազգային իրավունքը ոնց կմեկնաբանենք։ Այսինքն այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Թրամփը հակասական բաներ է անում։ Տեսեք, ինքը այդ միջազգային կազմակերպություններին մի կողմից անտեսում է, թուլացնում է, չէ, ասում է, որ միջազգային իրավունքը չի սահմանափակելու, բայց ես միջազգային իրավունքով եմ գործում։ Բայց մյուս կողմից էլ ինքը փորձում է աշխարհում հակամարտությունները զսպել եւ խաղաղություն հաստատել, չէ՞։ Բայց այդ միջազգային իրավունքի թիվ 1 առաքելությունը եւ իմաստը եւ ամբողջ էությունը նրանում է, որ կանոններ լինեն պետությունների միջև, որպեսզի պատերազմը զսպվի եւ խաղաղություն հաստատվի աշխարհում։ Եթե Թրամփը ինքը հետևողական է նրանում, որ ինքը ուզում է ինչ-որ 19-րդ դարի տիպի իմպերիալիստական մրցակցությամբ լցված աշխարհ, իսկ ինքը շատ քայլեր անում է այդ ուղղությամբ։ Բայց ինչի է ինքը փորձում հակամարտությունները ուրեմն կանգնեցնել ու անընդհատ գլուխ է գովում, որ 8 տեղ կանգնեցրել է պատերազմը, այդ թվում նաև Հայաստանում։ Կամ շատ է ինքը խոսում օրինակ Միացյալ Նահանգներում ադմինիստրացիան շատ է խոսում Մոնրո դոկտրինի մասին։ Մոնրո դոկտրինը 19-րդ դարի դոկտրին էր Միացյալ Նահանգներում, որ եվրոպական իմպերիալիստական պետություններին փորձելու են դիմադրել Միացյալ Նահանգներ, որպեսզի այդ իմպերիալիստական պետությունները չներխուժեն Ամերիկա մայրցամաք եւ հարավային Ամերիկա կամ հյուսային Ամերիկա։ Հիմա դա էր այդ դոկտրինը։ Հիմա ինքը դրա անունը փոխել է, ասում է Դոնրո դոկտրինն եմ դրել, yani իր անունով է միացնում է իր անունով եւ ակնարկում է, որ Միացյալ Նահանգները պետք է իշխանություն ունենա եւ ինչ ուզենա անի հարավային Ամերիկայում այդ տարածաշրջանում, բայց այդ դոկտրինի իմաստն այն է, որ Միացյալ Նահանգներն աշխարհի այլ տեղերում ընդհանրապես ոչ մի բան պետք է չանի։ Բայց ինքը այտենց չի անում, չէ՞։ Ինքը
դա է ասում, բայց Աֆրիկայում ռազմական գործողություններ են արել էլի, աֆրիկական չեմ հիշում որ երկրում վերջերս էլի ինչ որ ռազմական օպերացիա են արել։ Եթե այդ Դոնրո դոկտրինով է շարժվում, այդ դեպքում դու չպետք է խառնես աշխարհի այլ գործերին, որտեղ Մոնրոյի դոկտրինի իմաստը հենց նաև դրանում էր, որ մենք գործ չունենք ամբողջ աշխարհի հետ, գնացեք ինչ ուզում եք անեք այնտեղ ձեր հետ, ձեր մեջ, մենակ թե մի եկեք մեր տարածաշրջան։ Կամ ինչ ես գալիս Հայաստանում անունը դնում Հայաստանի ճանապարհի վրա եւ ներգրավում ուրեմն Հայաստան-Ադրբեջան ուրեմն այս խաղաղության կարգավորման գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավում հակասում է այս ամեն ինչը դրա համար քանի որ ինքը Տրամպի ադմինիստրացիան միշտ այսպես իրար հակասող եւ անկանխատեսելի քայլեր է անում ես հիմա կխուսափեի պնդում անելուց թե միջազգային ուրեմն կարգը, որը հաստատվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջությամբ հիմա վերանալու է։ Բայց եթե ինքը մտնի Գրենլանդիա, այս է ամենակարևոր քայլը։ Այս ամբողջի արած միջազգային կազմակերպությունից դուրս գալը կամ մտնել Վենեսուելայի նախագահային ձերբակալել առևանգելը, դրանք այո թույլատնում են միջազգային հաստատված իրավակարգը, բայց դրանք շատ թույլ են։ Միակ լուրջ քայլը, որը կարող է իսկապես ցնցում առաջացնել, որ արևմուտքում արդեն ասեն վերջ, ամբողջությամբ փոխում ենք մեր մոտեցումները, դա կլինի այն, եթե Տրամպը հարձակվի Գրենլանդիայի վրա եւ փորձի ուժով վերցնել այն։ Դա կլինի ամենավտանգավոր քայլը։ Տեսեք, հրեր, դուք ասում եք, որ Տրամպի քաղաքականության մեջ չկա հետևողականություն, բայց չէ որ Տրամպը, երբ որ դարձավ նախագահ, միանգամից խոսեց Գրենլանդիայի մասին։ Նա ասաց, որ Գրենլանդիան պետք է լինի Ամերիկայի մաս։ Դրանից հետո բավականին հետևողականորեն նա հարձակվեց Վենեսուելայի վրա, Կարակասից, առևանգեց Նիկոլաս Մադուրոին, եւ դրանից հետո միանգամից նորից խոսեց Գրենլանդիայի մասին։ Եվ հիմա եվրոպացիները մտել են երկխոսության մեջ Վաշինգտոնի հետ այս հարցում եւ քննարկում են Գրենլանդիայում ամերիկյան նոր ուժերի տեղակայումը, այն որ Գրենլանդիայում անվտանգությունը փաստացի ապահովի ոչ թե Դանիան, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն իմ կարծիքով սա բավականին հետևողական քաղաքականություն է, թե չէ։ Տեսեք, այն ինչը որ ինքը հայտարարել է այդ առումով, չէ, Գրենլանդիա, Վենեսուելա, դա տեղավորվում է ուրեմն այդ Մոնրո դոկտրինի մեջ։ Երբ որ դու կենտրոնանում ես դրա վրա եւ ասում ես ես Գրենլանդիան վերցնելու եմ, ընդ որում խնդիրը այն չէ, որ Գրենլանդիան ինքը այդտեղ պայմանագրեր կնքի եւ ամերիկյան զորքեր տեղակայի եւ ամբողջությամբ վերահսկի։ Դրա միշտ ասել են եւ եվրոպացիները եւ դանիացիները, որ խնդրեմ արի, այդ ամեն ինչը անենք պայմանագրով։ Բայց ինքը նաեւ երեք այդ New York Times-ին տված հարցազրույցում ասում է, չէ, մենք ուզում ենք own it, то есть մեր սեփականությունը լինի։ Լրագրողը հարցում է, բայց ինչի՞ դա պետք սեփականությունն է, ինչ ուզենան, կարան կանեն, գնանք համաձայնություն կնքենք, անենք։ Ասում է, չէ, հոգեբանորեն դա լավ է, որ մերը լինի։ Տեսեք, այսինքն ինքը այս հաստատված միջազգային կարգն է խախտում այդ առումով, որ հարավային Ամերիկայում ասում է Վենեսուելային էս կանեմ, են կանեմ, բայց նա ուրիշ բաներ էլ ասում, չէ, ասում է Իրանում բան է, ուրեմն ցուցարներին եթե կրակեն, ես բան կանեմ։ Ամերիկացիները օգնության կհասնեն ցուցարներին։ Սա ոչ մի կերպ չի տեղավորվում իր այն պատկերացման մեջ, թե միայն ուժով է առաջնորդվում, դեմոկրատիան իր համար նշանակություն չունի եւ այլն։ Բայց հիմա էլի գալով այդ Գրենլանդիայի հարցին, անընդհատ այո, ինքը ասում է, բայց այդ մոտեցումը ընդհանուր մեջ մոտեցումը այդ Մոնրո դոկտրինի մեջ է տեղավորվում, որ կամ Դոնրո, որը ինքը հորինել է, որ իբր Ամերիկան պետք է կենտրոնանա միայն այդ մայրցամաքի վրա, այդ ամերիկյան մայրցամաքի եւ իր շրջակա պետությունների վրա, բայց ինքը նաեւ քայլեր է անում, որ ցույց է տալիս, որ չէ, ինքը չի կենտրոնանում մենակ դրա վրա, ինքը գնում է նաեւ այլ տարածաշրջաններ։ Դրա համար եմ ասում, որ հակասությունը այնուամենայնիվ կա։ Հետո մի տարի հետո կարող է լրիվ ուրիշ բան ասի դե հա գնացինք պայմանավորվեցինք Գրենլանդիայի հետ, հենց սկզբից էլ ես սա էի ուզում։ Մենք այդ հարցին դեռ կանրադառնանք, հրե։ Հիմա անդրադառնանք Տրամպի հերթական գրառմանը, նա գրել է, որ 27-ին ԱՄՆ ռազմական բյուջեն 1 տրիլիոնի փոխարեն պետք է կազմի 1.5 տրիլիոն դոլար, այսինքն 50%-ով աճ։
Սա որ դոկտրինի շրջանակներում է տեղավորվում եւ որքանով է իրականում սա իրական նպատակ, իրականալի եւ արդյոք այստեղ չկա պոպուլիզմի տարրեր։ Նպատակը իրականանալի է, սա էլ տեղավորվում է հին հանրապետականների դոկտրինի մեջ, որ Միացյալ Նահանգները միշտ պետք է ուժեղացնի իր ռազմաարդյունաբերությունը։ Տեսեք, իր կողքը բոլորը տարբեր մարդիկ կան, տարբեր պատկերացումներով։ Բոլորը չնայած իրեն լոյալ են։ Բոլորը փորձում են համոզել մի բան անել։ Մեկը, ասենք, կարողանում է համոզել, որ արի Վենեսուելայում սա անենք, հա, այն մեկը համոզում է, որ արի Հայաստանում, քո անունը դնենք սրա վրա։ Էլի շոյվում է իր այդ ճանապարհի վրա, էլի շորվում է իր ինքնասիրությունը եւ ինքը ասում է հա եկեք դա էլ անենք։ Իսկ այդ ծախսերի ավելացումը ստանդարտ ամերիկյան հին հանրապետականների վարած քաղաքականությունն է, որ եկեք ավելացնենք։ Այնտեղ այդ ռազմաարդյունաբերության հետ կապված լոբիզմի ու շահերի հարցն էլ կա։ Հիմա այդ մարդիկ, ովքեր որ շահում են նրանից, որ պետությունը հսկայական փողեր է ծախսում, պատվերներ է տալիս ռազմաարդյունաբերական ոլորտին, նրանք միշտ լոբինգ են անում, որ այլ ավելի շատացնի Միացյալ Նահանգների իր ծախսերը։ Հիմա բայց Տրամպին էլ դուր է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակը տարբեր տեղեր օգտագործել, ինքը դրանից բավականություն է ստանում ու ինքը ես այս տեսակետի կողմնակիցն եմ, իմ լավագույն բացատրությունը, որ ես լսել եմ, թե ինչ է կատարվում հիմա եւ ինչի է Տրամպը, ասենք Վենեսուելա մտնում կամ ամերիկյան բանակը օգտագործում Ամերիկայի ներսում, իմ լավագույն բացատրությունը այն է, որ իրան դուր է գալիս դա։ Ինքը այսպես եթե մի քիչ կոպիտ ասեմ, ոնց որ երեխաները խաղալիքներով են խաղում, ինքը այդպես սիրում է բանակի խաղում, մեծ բանակ լինի։ Գրենլանդիան ինչ է ուզում, որ ինքը ասում է մեր սեփականությունը լինի, որտեղ քարտից վրա որ նայում է, ինքը տեսնում է, որ ինչ որ մեծ տարածք է, չէ՞ դա։ Զինվորիկներով խաղ է վարում, հա։ Այստեղ կարելի է ասել։ Այո, ես այդ մոտեցումն եմ համարում ամենահամոզիչ բացատրությունը Տրամփի վարքագծի։ Չի նշանակում, թե ամեն ինչ վատ է լինելու։ Հիմա ինչ որ մի պահի իրեն կթվա, որ իր ադմինիստրացիայից ինչ որ մեկը խելքը գլխին, ինչ որ մեկը, ասենք Ռուբիոն կհամոզի, որ լավ բաներ անի։ Օրինակ, հիմա Վենեսուելայի նավթի հետ կապված Հիմա իրավիճակը այնպես է, որ իրենք ներկայացնում են, որ այս նոր ադմինիստրացիան, Մադուրոյին փոխարինողները համաձայնել են նավթի հետ համագործակցել Միացյալ Նահանգների հետ եւ Միացյալ Նահանգները այդ ծանր նավթը արտահանելու է եւ վերամշակի Միացյալ Նահանգների այդ գործարանները։ Եթե դա այդպես է իսկապես, իսկ ես վստահ չեմ, որ այդպես է, որ Տրամպի ասածը կարող է սխալ լինել, եթե իսկապես այդ ձև է, ուրեմն դա լավ է, նավթի գինը աշխարհում կընկնի, կշարունակի ընկնել, Ռուսաստանի եկամուտները կտրուկ կնվազեն եւ Ռուսաստանը Ուկրաինայում այլևս չի կարողանա շատ բաներ անել եւ կթուլանա, չէ՞, եթե այդպես լինի։ Իսկ Միացյալ Նահանգների հետ Տրամպի ադմինիստրացիայում լուրջ մարդիկ կան, որ փորձում են, որ հենց այսպես էլ լինի։ Եվ իտոգում դուրս կգա, որ Տրամպը, եթե այսպես գնահատենք ընդհանուր առմամբ Վենեսուելայի այդ Մադուրոյին ուրեմն ձերբակալելը, դուրս կգա, որ դա լավ բան է։ Դուրս կգա, որ ճիշտ քայլ կատարեց եւ դրանից ամբողջ աշխարհը շահեց։ Իսկ եթե Վենեսուելայում նաեւ նորմալ ընտրություններ լինեն, դեմոկրատիա լինի, արդեն պայմանագրային լավ հարաբերություններ հաստատվեն ամերիկյան նավթարդյունաբերող ընկերությունների հետ, Վենեսուելան էլ հսկայական օգուտներ կստանա, հսկայական եկամուտներ կստանա, բարեկեցություն կլինի, այսպես լավ կլինի։ Բայց հիմա հարցը թե ինչքանով այդ ամեն ինչը տեղի կունենա։ Վաղ մյուս օրը Վենեսուելայում ղեկավարությունը կարող է ասի վերջ, մենք այլևս ամերիկացիների հետ չենք համագործակցելու։ Ու այդ դեպքում Միացյալ Նահանգները պետք է որոշի, այնտեղ մի քանի 100,000-անոց զորք տեղակայ, որ կարողանա այդ նավթից օգտվել։ Այդ դեպքում 1.5 տրիլիոնանոց բյուջեն արդեն պետք է գալու, անհրաժեշտ է լինելու։ Պետք է գալու, բայց արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն հասարակությունը եւ նույնիսկ Տրամպի շուրջ կա մարդիկ թույլ կտան նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներքաշվի Իրաքի նման մի հատ ուրիշ պատերազմի մեջ կամ Աֆղանստանի նման պատերազմի մեջ։ Հատկապես, երբ որ Տրամպը եկել է այն խոսույթով, որ ինքը խաղաղություն է հաստատվելու եւ շատ դեպքերում նաեւ դա էլ ասել, չէ՞ որ չի ներքաշվելու ուրիշ երկրների գործերին, ռեժիմի փոփոխություն չի անելու, ուղիղ ասել է։
տեսեք, էլի մի բան, որ հակասում է իր նախկին ասածներին։ Ինքը ասել է, մենք ռեժիմի փոփոխությամբ չենք զբաղվելու, դեմոկրատիա չենք տարածելու, պետություններ չենք nation building-ով չենք զբաղվելու, ապա եթե դեմոկրատիա չես տարածելու, ինչ ես օրինակ Իրանի մասին այդպես հայտարարություն անում ու սպառնում։ Պարոն Մանուկյան, հասկանալի է մոտեցումը։ Տեսեք, Եվրոպայում հիմա ընթանում է մեծ պատերազմ։ Ուկրաինայի մասին է խոսքը։ ԱՄՆ-ն 66 կազմակերպություններից միջազգային դուրս է գալիս եւ նրանց ապագան այդ կազմակերպությունների դնում լուրջ կասկածի տակ։ Բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից ռազմական բյուջեներն են աճեցնում բավականին մեծ տեմպերով Եվրամիության առաջատար երկրները, Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը, Հնդկաստանը եւ նույնիսկ Ճապոնիան։ Սա էլ է խոսում։ Արդյոք այս պայմաններում, երբ որ ամբողջ աշխարհը եռում է եւ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, Հայաստանի համար այն գործարքը, որը տեղի ունեցավ Թրամփի հետ օգոստոսի 8-ին, դա այս պահին ամենալուրջ, ամենաազդեցիկ անվտանգության ապահովման երաշխիք, եթե երաշխիք, լավ, գործընթաց, ես չեմ սիրում այդ բառը, գործընթաց չէ։ Մենք ունենք այս պահին այլ ընտրանք, եթե սա մենք չանեինք, որովհետև շատ է խոսվում սրա մասին։ Հիմա տենդենսներն ենք տեսնում, չէ՞, մենք տենդենսների մասին ենք խոսում։ Եթե մենք սա չանեինք օգոստոսի 8-ին, արդյոք մենք չէինք հայտնվի շատ ավելի վատ վիճակում եւ մեր անհեռանկարային, ես կասեի, ըստ ձեզ, խնդրեմ։ Այո, եթե մենք օգոստոսի 8-ի այդ պայմանավորվածություններին չգնայինք, ու ընդհանրապես եթե Հայաստանը չորթեգրեր խաղաղության հաստատման քաղաքականության կուրս, հիմա մենք շատ ավելի վատ վիճակում կհայտնվեինք։ Սրանում ես կասկած չունեմ։ Ձեր հարցի այն սկզբի մասում, որ ընդհանուր տենդենսները աշխարհում նա է, որ ռազմական բյուջեները ավելացնում են, դրանում շատերը ասում են, թե այդ դեպքում ուրեմն ինչու Հայաստանը չի ավելացնում եւ մենք սխալ ենք անում, հա, այդ տենդենսների տեսակետից որ նայում ենք, բայց եկեք դե նայենք 90-ականների եւ 2000-ականների տենդենսը։ 90-ականների կեսերից եւ 2000-ականներին էլ ամբողջ Եվրոպայով մենք ռազմական ծախսերը քչացնում են։ Միացյալ Նահանգները այդքան շատ չի քչացրել, բայց գոնե շատ չի էլ ավելացրել։ Եվ ամբողջ աշխարհում հակառակ տենդենսներ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ուրեմն զինվում էին ինչքան կարող էին։ Ուզում եմ ասել, այդ աշխարհի այդ տենդենսը հիմա որ իրենք զինվում են, դա ուրեմն ուղիղ առնչություն մեր տարածաշրջանում չունի, եթե մենք կարողանում ենք ուրեմն Ադրբեջանի հետ պայմանավորվել եւ խաղաղություն հաստատել, սա ամենակարևորն է, մենք իրար վրա չենք հարձակվելու, հայ-թուրքական սահմաններն են բացվելու նաեւ, այդ դեպքում այդ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգների այս խաղերը, քանի դեռ հələ ես ասում եմ, գոնե Գրենլանդիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական ուժով չի հարձակվելու վերացրել եւ ՆԱՏՕ-ն էլ չի վերացել ընդհանրապես, քանի դեռ այդ ամեն ինչը դեռ կա, Հայաստանը կարող է այս պայմաններում իր հարևանների հետ պայմանավորվելով ռազմական ծախսերը կրճատել եւ դա դրական բան է, բայց էլի ինչպես դուք նշեցիք, եթե այս ուղղությամբ չգնայինք, հիմա շատ ավելի վատ իրավիճակում կհայտնվենք, որովհետև ուժը ավելի մեծ նշանակություն կունենա ռազմական ուժը մեր տարածաշրջանի համար։ Բայց մի հատ ուրիշ կարևոր բան այնուամենայնիվ կա, եթե ՆԱՏՕ-ն քանդվի եւ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հարաբերությունները սրվեն, օրինակ այդպիսի խոսակցություն կա, որ Ֆրանսիան պատրաստ է, օրինակ սա դեռևս հաստատ չի, բայց այդպիսի խոսակցություններ կան, որ Ֆրանսիան պատրաստ է զորք տեղակայել Գրենլանդիայում, որպեսզի թույլ չտա ամերիկյան ներխուժում այնտեղ։ Հիմա պատկերացրեք, ասենք այնտեղ ինչ որ մի պահի լինեն եվրոպական կամ ֆրանսիական զորքեր եւ Միացյալ Նահանգները զինված օպերացիա լինի եւ ուժեղ բախում լինի։ Այդ դեպքում արդեն կարելի է լրջորեն խոսել, որ շատ երկրներ
տեսնելով որ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հարաբերությունները փլուզվում են եւ այդ կարգը որ նրանք համատեղ հաստատել են կանոնները որ չի կարելի իրար վրա հարձակվել տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի եւ այլն ու եթե Թրամփն էլ էլի որոշի որ ինքը իսկապես չի խառնվելու եւ խաղաղություն չի հաստատելու այդ տեղում սա քիչ հավանական բան է որտեղ իր արածները միջև մա ուրիշ բան են ուզում բայց ենթադրենք հա այսպես եթե լինի այդ դեպքում արդեն ուրեմն Ռուսաստանը միգուցե ավելի մեծ հնարավորություն ունենա նախկին սովետական միությունը վերականգնել այդ դեպքում մեր վախը պետք է լինի Ռուսաստանից ոչ թե ասենք Ադրբեջանից մենք էլի կարող ենք Ադրբեջանի հետ պայմանավորվել խաղաղ բան հաստատենք, բայց հիմա այդ եթեները իմ ասած որ լինեն, Ռուսաստան կարող է որոշի որ այո, դե Ամերիկան ու Եվրոպան արդեն զբաղված են իրարով իրար հետ են կռվում, հեսա ես մտնեմ նորից այս տարածքում ես դառնամ տեր ու տիրական։ Այդպիսի ռիսկ եմ ես տեսնում, եթե Թրամփը իսկապես շարունակի այնպիսի անհետևողական ու միջազգային իրավունքը խարխլող քաղաքականություն, որի նշանները արդեն ցույց է տալիս։ Միանշանակ, պարոն Մանուկյան, ձեր կողմից առաջ քաշված վարկածը կյանքի իրավունք ունի եւ ամեն ինչ հնարավոր է, բայց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, ելնելով նաեւ մեր զրույցից, ընդհանուր զրույցից, որ ԱՄՆ-ն ավելի շատ, սա կարող է պարադոքսալ երևալ, վերադառնում է անցյալ, փորձում է գնալ անցյալ Այն ժամանակ, երբ որ այսպես կոչված Pax Americana-ի շրջանակներում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինքը գեներացնում էր խաղաղություն ուժի միջոցով ամբողջ աշխարհում եւ առաջին հերթին եվրոպական մայրցամաքում։ Ինձ մոտ տպավորություն է, երբ որ ես վերլուծում եմ օրինակ Թրամփի բոլոր քայլերը, որ ինքը այդ մանր արյունով, փոքր արյունով, ինչ բոլոր գործողությունները նպատակները հասնում է փոքր արյունով։ Շատ քիչ ռեսուրսներ օգտագործելով հիմնականում այդ ուժի սպառնալիքը կիրառելով խաղաղություն, յոթ խաղաղություն է, չէ՞, բացի Ուկրաինայից բոլոր ցեղերով խաղաղություն է մեծ հաշվով։ Մադուրոին արևանգեցին եւ վերջ։ Այդքանով ավարտվեց ամեն ինչ այս պահին։ Արդյոք այս քաղաքականությունը չի Թրամփի կամ, չգիտեմ, Սպիտակ տան կամ կոնգրեսի, չգիտեմ, պետդեպի քաղաքականության հիմքը վերադառնալ այդ Pax Americana-ի ժամանակներին եւ նորից բերել սա առաջին պլան եւ խուսափելով խոշոր պատերազմներից, օրինակ նույն Ռուսաստանի հետ, հասնել այդ հեգեմոնիային այս ճանապարհով։ Դուք նկատի ունեք, որ ինքը կենտրոնանալու է հարավային Ամերիկայի վրա եւ շատ չի ներխուժելու ուրեմն աշխարհի այլ տարածաշրջաններում հստակեցնեմ։ Ես նկատի ունեմ, որ բոլոր ամերիկյան քայլերը Վենեսուելայում, Գրենլանդիայում, Հարավային Կովկասում, Թրիպը, չէ՞, Ուկրաինայի մասով, Եվրոպայում, այդ ամբողջը մի ընդհանուր ռազմավարության մաս է, որով Թրամփը պատրաստվում է այն հանդիպմանը, որը պետք է ապրիլին, այս տարվա ապրիլին կայանա Չինաստանում Սի Ցզինպինի հետ։ Այսինքն այդ ամբողջը մի ընդհանուր ռազմավարության մաս է, որը ուղղված է ապահովել ամերիկյան հեգեմոնիան, որը պետք է հաստատվի, օրինակ այդ թվում նաև այդ հանդիպման ժամանակ, հասկանալի է, որ այդ մի հանդիպման ժամանակ իրենք ոչ մի բանի չեն հասնի, բայց ուղղությունը ընդհանուր ռազմավարությունը սա է։ Եվ ընդհանուր ուղղությունը այս բոլոր գործընթացների Վենեսուելա կլինի, Գրենլանդիա կլինի, թե Եվրոպա կլինի, թե այստեղ կլինի, դա Չինաստանն է։ Եվ այդ գլխավոր գործարքը, որին Թրամփը պատրաստվում է։ Սա իմ մոտեցումն է, ես կարող եմ սխալվել։ Հա, չէ, ես չեմ տեսնում որևէ հետևողական ռազմավարություն հետ ձեր ասացի ուղղությամբ։ Տեսեք, այստեղ էլի հակասություններից մեկը հիմա ինքը ուզում է աշխարհում հեգեմոնիա մնալ եւ հեգեմոնիետություն մնալ եւ ուրեմն ասող լինել, հա, կոպիտ ասած, տարբեր տարածաշրջաններում։ Ինքը ուզում է թույլ չտալ, որ Չինաստանը Թայվանը չգրավի։ Ինքը ուզում է ասելիք ունենալ այդտեղ եւ մեծ ազդեցություն ունենալ, թե չի ուզում։ Եթե ինքը ուզում է, ուրեմն ինքը չպետք է միջազգային իրավունքը խարխլի, ինքը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը ուրեմն անպատիժ մնա
եւ Թրամփը բավականին մեկ է, էլի մեծ հաշվով մեղմ մոտեցում ունի Ռուսաստանի նկատմամբ, ինքը չպետք է դա թույլ տա, այդ մեծ հեգեմոնիա հաստատելու համար, Չինաստանին զսպելու համար, ինքը պետք է շատ լավ աշխատի իր դաշնակիցների հետ, ոչ թե նեղեցնի եւ խռովեցնի, եւ ինքը չպետք է ստիպի, որ Եվրոպան ռազմականապես այնքան զինվի ու ինքնուրույն դառնա Ամերիկայից, որ արդեն ինքնուրույն ռազմական վճիռներ կայացնի, իսկ հիմա այդ է կատարվում Եվրոպայում։ Ես նկատի ունեցեք 2000-ականների սկզբին, 90-ականների վերջին 2000-ականների սկզբին Ուրեմն Բրիտանիան ու Ֆրանսիան փորձում էին ստեղծել արագ արձագանքման եվրոպական մի 40,000-անոց բանակ, որը որ ՆԱՏՕ-ի կոնտրոլից դուրս է կամ լինի ՆԱՏՕ-ի մեջ, բայց ղեկավարությունը այդ կոորդինացիան լինի եվրոպական երկրների մոտ։ Միացյալ Նահանգները հասավ նրան, որ դա թույլ չտվեց։ Միացյալ Նահանգների ժամանակ աշխատում էր, որ ձեզ ինչ պետք է, որ դուք այդպես ինքնուրույն բանակ ունենաք հզոր եւ ինքնուրույն, ասենք, աշխարհում ինչ-որ ռազմական օպերացիաներ անել, մենք ՆԱՏՕ-ի հետ միասին լինելով կանենք դա։ Եվ Եվրոպան էլ համաձայնեց դրան, նաեւ դրա համար էր, որ եվրոպացի քիչ ծախսեր կատարեցին ռազմական բյուջեի ռազմական առումով, որովհետև Միացյալ Նահանգներն են այն ժամանակ ասում, ձեզ պետք չի, մենք կանենք, մենք ձեր դաշնակիցն ենք, կպաշտպանենք։ Հիմա, եթե Միացյալ Նահանգները ուզում է հեգեմոնիա հաստատել աշխարհում, պարզ է, չէ, որ ինքը չի կարող իր դաշնակիցներին հեռացնելով իրանից, ՆԱՏՕ-ն փլուզելով, նեղեցնելով դաշնակիցներին եւ իր դաշնակիցներին ավելի ինքնուրույն դարձնելով հասնել դրան։ Եթե Եվրոպական միությունը հիմա այդ ուղղությամբ է գնում, Գերմանիան, Ֆրանսիան էլի համեմատաբար լավ բանակ ուներ, բայց Գերմանիան հիմա սկսում է շատ ուժեղ վերազինվել եւ ինքնուրույն բանակ ունել։ Պարոն Մանուկյան, անհրաժեշտ է տալ մեկ ճշտող հարց։ Ինչքան ժամանակ է պետք Եվրոպական միությանը, Ֆրանսիային եւ Գերմանիային, որպեսզի այդ ճանապարհում իրենք հասնեն այն արդյունքներին, որոնք ակնկալվում են, այսինքն անկախություն, անվտանգային անկախություն Ամերիկայից։ Տարբեր գնահատականներ կան, բայց իրենք պատրաստվում են, որ առանց Միացյալ Նահանգների օգնության 2028-29 թվականին կարող են դիմակայել Ռուսաստանի հնարավոր հարձակմանը Եվրամիության որևէ երկրի նկատմամբ։ Այսինքն մի քանի տարի դրա համար պետք է գոնե մինչև 28-29 թվականը, բայց եթե այս ուղղությամբ շարունակվում է եւ եթե կարողանան ուրեմն պահպանել այն գոնե ինչ որ հիմա կա, այսինքն գոնե Ռուսաստանը դրանից շուտ չհարձակվի կամ 28-ին էլ չհարձակվի, իրենք ավելի 2030 թվականից հետո ավելի մեծ ինքնուրույնություն կունենան եւ ավելի մեծ կարողություններ կունենան։ Եվ երևի թե վերջին հարցը շատերին կարող է թվալ անտրամաբանական, Ամերիկային պետք էր, որ Ռուսաստանը հարձակվի 22-ին Ուկրաինայի վրա։ Դա բխում էր Ամերիկայի շահերից, թե ոչ։ Չէ, ես էլի նայած ինչ ենք ոնց ենք ձևակերպում շահերը, բայց Եվրոպայի հետ Ամերիկայի հարաբերությունների կոնտեքստում Եվրամիության։ Իհարկե չէր բխում, որովհետև այդ հարցակման հետևանքով հիմա ուրեմն Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների միջև որոշակի լարվածություն է նկատվում, հատկապես Թրամփի իշխանության գալուց հետո, որը ըստ էության թույլատնում է արևմտյան ուժեղ ՆԱՏՕ կառույցը, իսկ դրա թույլատումը ձեռ է տալիս Ռուսաստանին, Չինաստանին էլ է իհարկե ձեռ տալիս, բայց իհարկե եթե հարցը ձևով եք ձևակերպում, ձեռ էր տալիս Միացյալ Նահանգներին, ոչ, իհարկե ձեռ չէր տալիս։ Ձեռ չէր տալիս նաև Միացյալ Նահանգների այն շահերի տեսակետից, որը որ ձևակերպվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որ Միացյալ Նահանգները հեգեմոն պետություն կամ այսպես ասենք ազդեցիկ հեգեմոն բառը չեմ ուզում օգտագործել, ազդեցիկ պետություն է եւ խաղացող է աշխարհում այն պայմաններում, երբ որ կան խաղի կանոններ եւ Միացյալ Նահանգների շահը այն է, որ բոլոր պետությունները առաջնորդվեն այդ խաղի կանոններով, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, Միացյալ Նահանգները չէր հարձակվում, ասենք, կծում ինչ որ մի երկրի իր տարածքին, ոնց որ Ռուսաստանն է անում։ Եվ այդ երկարաժամկետ ամերիկյան շահերի տեսակետից, այն շահերի, որը ձևակերպված էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իհարկե շատ մեծ հարված էր դա Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, շատ մեծ հարված էր։
Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Մանուկյան, շարունակենք հետևել իրադարձություններին, հուսամ մեր հաջորդ զրույցի ժամանակ շատ ավելի դրական տենդենսներ կնկատենք եւ կփորձենք ավելի դրական կանխատեսումներ անել։ Մեր հյուրներ, որը մեզ միացել էր տեսակապով Նիդերլանդերի Ամստերդամ մայրաքաղաքից, քաղաքագետ Հրայր Մանուկյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպեսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։